Ստե նաև կա մի շատ լավ հանգամանք։ Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի, որը մոտավորապես 2009 թվականից թե 10 թվականից շատ ակտիվ ֆսկայական մի քարոշչան մեքենա փորձում էր ներդնել մեր մարդկանց ուղիների մեջ, մեր ժողովուրդ։ Եվ այն գույքերը, ինչ որ իրենք սա հրապարակել են այն ժամանակ եւ սկսել է դա հայկական ժամանակ։ Դրանցից գրեթե ոչինչ այս դատահարության հայտի մեջ չկա։ Չկա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով, ամեն ինչ։ Հիմա ինչու մենք ավելի կոնկրետ ինչ որ բաների մեջ չենք անում։ Դա մեր մարտավարությունն է դատավարական։ Մենք չենք վստահում այս ոչ դատական համակարգի, դատախազությունը լրիվ բանա դարել, գործիք է դարել այս իշխանությանը, դատախազը մնացել է ուղղակի վարշապետի օգնական դատախազության լիազորությունները, դատախազի լիազորությունները գլխավոր։ Չենք վստահում։ Եվ դատավարության ժամանակ գա այդ պահը մենք ամբողջ հիմնավորումների մասը իհարկե ներկայացնելու ենք եւ Լեոնը նաեւ դրա մասին հայտարարել է խորհրդարանի ամբիոնից։ Բայց ասում, ստե մի լավ բան էլ կա, որովհետեւ պարզվեց, որ 5 բանկի միջի, օդանավակայանի միջի քաջարանը արդեն պարզ է։ Ուններ պատկանում սպայկայի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց շատ էր տարածված։ Հիմա մենք բան չենք անում, գիտեք, ոնց է, օրինակ մենք 1-2 անգամ հայտարարում ենք, հետո ասում ենք, դե 100 անգամ նույն բանը չենք ասել։ Ով հասկացել, ով չի հասկացել, չի հասկանալ։ Իմ վերաբերմունքս նաև ստեղ ես համարում եմ շատ թերի։ Մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերի վրա ուշադրություն դարձնենք։ Չէին դարձա։ Ես բանի տեղ չէի։ Որ ժամանակ հետո ուրիշ տեղ էի աշխատում, մի քիչ sense ներքաղաքականով այդքան չէի հետաքրքրվում, ասում եմ, իմ չուզում են գրեն, բանի տեղ չէի։ Մի 2-3 անգամ դատի ենք տվել, դատերը շահել ենք, բայց մեկը դու դատը շահում ես, հետո ամբողջ լարատվա մեքենան էլի քո դեմ սկսում աշխատել։ Ես այդ հնարավորությունը այն ժամանակ չունեի համարժեք պատասխանելու։ Նաև այդ զահլան կոպիտ ասած չունեի, դրա մեջ ոնց մախրճուլել է։ Ասում եմ, ես ինչ որ ինձ օրակարգ են թելադրում, իմ ժամանակը ավելի թանկ է ինձ համար, քան ես գնամ իմ ժամանակը ծախսեմ այդ արդարացումների վրա։ Հիմա քաղաքականության մեջ է ստիպված անում ես։ Եթե ես քաղաքականության մեջ չլինեի, միգուցե նույն ձևի կասեի ինչ ուզում եք։ Եվ միջալուց մենք այդ թեմայի հետ գույքի հետ կապված համական դատարանի որոշումը։ Այն ժամանակ մեզ մեղադրում էին, չէ՞, մեր ֆրակցիան, բա դիմեցի համանadrական, փորձում եք թողնված եւ այլն։ Նույնը եղավ մարտի 1-ի գործը։ Մենք ասում ենք հակասահմանադրական է, մի արեք, երկու դատախազ կոկորտները ճողում էին ապացուցելու համար, որ այդպես չի։ Միջև մեծ պալատը Եվրոդատարանի իր խորհրդատվական կարծիքով չասեց, որ սա ուրիշ չէ։ Հիմա նույնը այստեղ։ Ըստ էության մեր խորհրդարանական մեր падգամավորները այդ հայցով համական դատարան կանխել են հետագայում լրջագույն խնդիրներ։ Մասամբ են կանխել, ամբողջությամբ չի։ Դատարանը այդ բարձրունքի չհայտնվեց, որ ամբողջությամբ այդ որոշումները կայացնեն։ Թե չէ ասում, բազմաթիվ գործեր պետք է գնային Եվրոդատարան, Եվրոդատարանն պետք է բեկանվեի, տուգանվեր առաջին այցակ գույք պիտի վերադարձնվեր այդ մարդկանց, ստեղ բարեխիղճ վերողների ինստիտուտ պիտի լիներ եւ հսկայական տուգանքներ Հայաստանի Հանրապետության հետ։ Սա է։ Եվ դեռ հալա մի լուրջ կոմպոնենտ մնացել է։ Համական դատարանը լուծում է տվել մասսամ։ Բայց նույնիսկ այդ մասսամ լուծում տալը կրկնում է լուրջ խնդիրները կանխում։ Դրամար սա ուղղակի մի գիտեք ինչ է, իրենք հեղափոխություն են արել իրենց պատկերացման հեղափոխական մոտեցումներով, բայց այդ հեղափոխությունը ձևակերպել են իբրև լեգիտիմ իշխանություն ընդունելով եւ իրականում sense կարելի է նաեւ այդպես մեկնաբանել այն ինչ կատարվել է, բայց հեղափոխությունը ընդհանրում է հետո գիլոտին ես դնում եւ գլուխներս կտրում։ Իրենք այդ օրենք ընդունել են այդ հոգեբանությամբ, որ sense դնենք մի օր եք ընդունենք թքած ամեն ինչի վրա, բռնենք սավին
Սա այս գույքը վերցնենք բանանը իբրև ժողովրդին բաժանենք, բայց արդյունքում ստացվում է իրար մեջ բաժանակ։ Իդեպ իրենք պայքարում են ոչ թե կոռուպցիայի հետ, իրենք պայքարել են կոռուպցիային իրենց չմասնակցելու դեմ։ Շատ ակտորին պայքարել, սա արդեն մի օրինակ բերեմ, ոնց միգուցե մեր ժողովրդի համար ավելի պատկերավոր է, ինչ է կատարվել։ Ոնց որ պատկերացրել եք մեկը մի տուն ասարքում, լավ ճարտարապետավարություն տուն ասարքում, ամուր տուն։ Հետո այդ տան սեփականատերերը փոխվում են, ամեն մեկը գալիս է, մի բան ավելացնում է, լավացնում է, մեկը լավ ռեմոնտ է անում, մեկը սանտեխնիկան է փոխում, մեկը ինչ-որ տանիքն է լավացնում, հետո հանկարծ մի սեփականատերը հայտնվում է տան, ասում է, ես համ ճարտարապետ եմ, համ շինարար եմ, համ մսոբ ճաշեփող եմ, համ չգիտեմ ինչ եմ, ու ասում է քանդեք, ես ինքը քանդեք, ես քանդեք, մեծացրեք, բան արեք, շենքը փլվում է։ Այդ փլվելուց հետո վերջի պատասխան տալիս, ինչ է, խիա փլվել։ Այդ ամեն ինչի մասնագետը ասում է, նայ, մեղավորը այն առաջի կառուցող, այն ճարտարապետն է, որ նախագծել է, որտեղ եթե դա չկառուցեր, ես այդ բան տերը չէի դառնա 4-րդ կոպիտ ասած, այդ շենքը չէր էլ փլվի, չէի քանդի, չէր էլ փլվի։ Ամուտարապես էս հոգեբանությամբ իրենք փորձում են բացատրել, ալմատա, չգիտեմ ինչ, միջև ինձ 30 տարի ծախում էի, առնող չկար, պարզվում է։ Այդ հոգեբանությամբ բացատրում եմ արել։ Եվ կան մարդիկ, որոնք այդ կուտը ուտում են։ Եվ նույն այս գույքի հետ կապված։ Մենք գործ ունենք մի տեսակի հետ, որոնց յուրաքանչյուր ասածը պետք է 5 անգամ ստուգես։ Նայեք, եթե խոսքը գույքը լիներ, ամենից կարճ ճանապարհը գույքի մասին մտածելու պայմանավորողի։ Այս պայքարի մեջ չմտնելու։ Հիմա դու պարզ չի, որ դու մտնում ես պայքարի մեջ, ես 18-ից եմ մտել պայքարի մեջ, եթե մտնում ես պայքարի մեջ, ուրեմն դու պետք է ակնկալես հարվածներ։ Դուք կարծում եք, եթե ես ցանկություն ունենայի պայմանավորվելու եւ մի քանի հայտնի օրինակի պես չի կարա պայմանավորվել, երբ պայմանավոր։ Բայց ուղղակի գնահատել եմ վտանգը հայրենիքի նկատմամբ եւ միջազգ զագրքումն եմ նայել դերը 18 հիմա սրա գույքի հետ կապված տեսեք բանալի նախադասությունը միտքը որ միշտ շրջանառվում է իշխանության եւ որը մատուցում է հանրությանը այն է ինչպես է ստացվել որ նախագահան եւ իր ընտանիքը այսքան գույքի են տիրապետում այսպես է մատուցում հանրությանը այնց դուր եկավ այս հարցը շատ դուր եկավ այս հարցը Այք, ես խոսացի այդ կոռուպցիոն դրսևորումների մասին, 7 միլիարդից առնվազն 2 միլիարդի փոշյանալու մասը։ Հիմա իմ մոտ հարցը առաջանում։ Հիմա հայտնվել են նորաթուխ օլիգարխներ, որոնք հանկարծ 2 տարի առաջ ոչ մեկը նրանց անունը չգիտեր, 2 տարում հանկարծ դառել են 50-100 միլիոն դոլարանոց պրոյեկտներ իրականացնում Հայաստան։ Ֆունդից այդպես։ Դուք հավատում եք, որ դա իրենց փողն է։ Այդ 2 միլիարդ, 65 միլիոն, հիմնադրամի 100 միլիոն իրենք դեկորացիա են։ Հիմա եթե ին դրա մեջ են մեղադրում, ուրեմն 2 տարում կարող է Հայաստանում 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը 6-7 թվականներից միջև հիմա քանի 10 քանի տարում շնորհքով կիրթ զավակներն ունենալով չի կարող դա ունենալ ինչի ցավալը էս սա նկարագրածից անգամներով քիչ է քիչ են կարող հիմա իմ անուն այստեղ դերակատարություն ունեցել է թե ոչ ենթադրում եմ որ ունեցել է այն առումով որ վստահություն կա որ այս ընտանիքը քծոտ չի որ մի բան պայմանավորում են բիզնեսի առումով անում են միջև վերջ։ Դու այդ ռեպուտացիան ունենալով, կապեր ունենալով, որտեղ հիմնական մենք ինչ չունենք, հիմնական մասը դա նախագահությունից հետո է։ Իմ կապերը ազդեցություն ունեցել են դրսի, այո ունեցել են։ Երբ ես ինքս մի
կազմակերպության մեջ եմ աշխատել, ներգրաված, որ շատ լուրջ փող եմ աշխատել, շատ լուրջ։